Իրավական բոլոր խճճված հարցերը, առաջին հայացքից բարդ ու անհասկանալի թվացող թեմաները, Արցախի հայաթափումից հետո մեր հայրենակիցների իրավական խնդիրները եղել են ABC մեդիայի ուշադրության կենտրոնում։ Փաստաբան Հայց փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Տիգրան Գրիգորյանի հետ ամփոփելու եմ 2023 թվականի իրավական կարևոր թեմաները։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ, Գառնու ջան։ Ամփոփելով, այսպես ասած, տարին, սկսենք ամենակարևորից, մեր արցախցի հայրենակիցների հետ կապված խնդրից, որին մենք անդրադարձել ենք տարվա ընթացքում, արցախցի մեր հայրենակիցները այստեղ գալով սեփականության հետ կապված խնդիրների էին բախվել։ Պիտի խնդրեմ ներկայացնեք, թե այս հարցով ինչ նորություններ ունենք, գործը ինչ ընթացքի մեջ է։ Շնորհակալություն։ Տեսեք, այդ գործով հիշեցնեմ, մենք վերջին հարցազրույցի ժամանակ իրավիճակը այսպիսին էր, նաև մեր հետևորդին դիտողին հիշեցնեմ հանգամանքները, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակցի ավտոմեքենան, որը սեփականության իրավունքով պատշաճ հաստատղտավորված պատկանում է մեր վստահորդին, ռազմական ոստիկանության կողմից արգրավել է առանց որևիցե իրավական հիմքի, բանավոր ասելով, որ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի եւ ռազմական ոստիկանության պետի հրամանն են կատարում եւ փաստացի արգրավել են եւ հատուկ պահպանվող վայրում են այսպես պահում մեքենան։ Մասնակցել եմ բնականաբար շահերը ներկայացնելով առանց որևիցե շահագրգռվածության, մենք աշխատում ենք հնարավորինս աջակցել եւ օգնել մեր հայրենակիցներին եւ դա էլ հենց առիթներ։ Մասնակցել եմ գործողություններին եւ ռազմական ոստիկանության աշխատակիցները գործող օրենսդրության Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության որևիցե իրավական նորմով չկարողացան հիմնավորել, ինչ իրավական հիմքով էին արգրավում քաղաքացու մեր հայրենակցի տրանսպորտային միջոցը, որից ելնելով մենք վերջին հարցազրույցին ես ասել եմ, որ պաշտոնական միջնորդությամբ դիմել ենք Պաշտպանության նախարար Պապիկյանին եւ սպասում ենք ժամկետ կա գրավոր դիմումի միջնորդության, այսպես հարցման, որին պարտավոր է ցանկացած պետական մարմին պատասխանել եւ հայտնեցի, որ թե սահմանված ժամկետում մենք պատասխան չստանանք, ապա հանցանքի մասին հաղորդում կներկայացնենք իրավապահ մարմիններին եւ այդպես էլ արեցինք, որովհետեւ մենք չստացանք Պաշտպանության նախարարից պատասխան, ստացանք դա շատ ավելի ուշ, երբ որ մենք արդեն հանցանքի մասին հաղորդում տվեցինք, իսկ հանցանքի մասին հաղորդում տվել են գլխավոր դատախազի անունով, դա այսպես քրեադատավարական ընթացակարգով մակագրվել է եւ այս պահին նախաձեռնվել է քրեական վարույթ, որը քննվում է քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության համապատասխան կայազորային քննչական բաժնում եւ ընթանում է ստեյության նախաքննություն, այլ մանրամասներ նախաքննական գաղտնիքից ելնելով չեմ ցանկանում ներկայացնել, բայց որպես ընդհանրական հանգամանքներ ներկայացնեմ, որ դիտվելու է ու կարծում եմ այդպիսին է մեր հանցանքի մասին հաղորդում տալու հենց հիմքերից նաև, որ պաշտոնատար անձանց կողմից իրականացվել է ենթադրյալ հանցագործություն, մասնավորապես լիազորությունների չարաշահում, որի արդյունքում այս պահին դեռևս խախտված են մնացել մեր արցախցու, այսպես իրավունքները, քանի որ փաստացի արդեն մի քանի ամիս է ստացվում է, վերջինս չի կարողանում իրեն պատկանող գույքը տնօրինել, տիրապետել, այսինքն սահմանադրական իրավունքն էլ է խախտված, եւ այս պահին այլ տվյալ չեմ կարող հայտնել, որովհետեւ նախաքննություն է ընթանում, թե ով կդառնա մեղադրյալ այս գործով, թե ինչ ընթացք կլինի, չեմ կարող այս բանին ասել, բայց հետևողական շահերը ներկայացնելու ենք բոլոր այցաններում ու մինչև վերջ հետամուտ ենք լինելու նման մեր խորին համոզմամբ անօրինականությունը իրականացրած եւ կազմակերպող եւ նման հրահանգ տվողը, որ պատասխան տա օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ սա չի վերաբերվում իմ գործողությունները, իմ եւ իմ գործընկերների, մեր գրասենյակի եւ մնացած մեր գործընկերների, որոնք բազմաթիվ են, որոնք սատար են կանգնում իրավական հարցերում
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, կարծում եմ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր բնակիչները ուղղակի ամեն ինչով աջակցեն մեր տուն-տեղ կորցրած հայրենակիցներին, օգնելով ցանկացած հարցում, այդ թվում նաև իրավական որոշակի խնդիրների հաղթահարմանը։ Պարոն Գրիգորյան, անդրադառնանք նաև դատական ոլորտում, այսպես ասած, առկա հարցերին, այստեղ ինչ խնդիրների ենք բախվել, քիչ առաջ դուք նշեցիք ժամկետների մասին, օրինակ քաղաքացին դիմում է, այնքան է ձգձգվում, տարիներ նույնիսկ, որ երբ որ այդ հարցը հանգուցալուծվում է, արդեն բավականին երկար ժամանակ է անցած լինում, այս մասին ինչ կասեք։ Հարցը շատ լավն է, Գառնի ջան, տեսեք, դա խնդրեմ է։ Եվ քաղաքացիական, եւ վարչական, եւ քրեաիրավական տեսանկյունից դատավարական եւ ընթացիկ դրանք բոլորը խնդիրներ են, որոնք ես որպես պրակտիկ փաստաբան եմ ասում ու իմ գործընկերներն էլ կհաստատեն դա, մեր համար կարելի ասել դա չարիք է, այսպես։ Այնպես չի, որ դատավորները եւ դատավարության այլ մասնակիցները դիտավորյալ են անում։ Մենք ունենք այսօր դատավարական շատ ծանրաբեռնված համակարգ, որ պայմանական քաղաքացիական գործ կլինի, վարչական գործ կլինի կամ քրեական գործ կլինի, տարիներով քննվում է գործը։ Պայմանական եմ ասում, քաղաքացիական գործով ինչ որ մեկը մի պահանջով հայցադիմում է ներկայացրել դատարան եւ օրինակ հանգուցալուծվում է իր խնդիրը 3 տարի անց, 4 տարի անց։ Մենք դա արդեն սովորական պրակտիկա է եւ ստացվում է դատական ակտի տեսքով վերջինիս խնդիրը լուծվում է կամ չի լուծվում, որ 4 տարվա ընթացքում կարելի ասել հետաքրքրությունն էլ է կորցնում հայցվորի համար, հա, եւ դատավարության այլ մասնակիցների համար։ Իհարկե դատական մեր մարմինները կլինի ԲԴԽ-ն կամ չգիտեմ, այնտեղ արդարադատության նախարարությունը բազմաթիվ հայտարարություններ են անում, անգամ տեղ են ունեցել որոշակի օրենսդրական փոփոխություններ, նաև ես վերջերս, եթե չեմ սխալվում, խոստացել են, որ 2024 թվականից բոլորը կզգան, թե ինչպիսի բարենպաստ է ամենը, բայց մենք դեռ չենք տեսել դրա բարենպաստ լինելը, անկեղծ ասած, այս տարիների ընթացքում բան չի փոխվել։ Ծանրաբեռնված վիճակ է դատավորների մոտ, այսպես գործերի քանակը այնպիսին է, որ տրամաբանությունից մի քիչ է դուրս է եւ չեն հասցնում, փաստացի չեն հասցնում, բայց ով է տուժում, դատավարության մասնակիցները եւ հայցվոր, եւ պատասխանող, եւ չգիտեմ ամբաստանյալ, այսպես այս բանին բացասական ձևով կարող եմ արձանագրել բացասական արդյունքներ, որ խնդիրը լուծված չէ, թե ինչ են խոստանում, ոնց կլինի, չեմ կարող ասել, հիմնավորումները դեռևս չեմ, այսպես ասած, հասկացել։ 2024-ին երևի բոլորս կզգանք, հուսամ, որ հետաքրքիր մոդել են մշակել, որը արդյունք կտա, որովհետև այսպիսի արտահայտություն կա իրավաբանների մոտ եւ դա օրենքով էլ է սահմանված, որ մեր դիտորդը լավ հասկանա, ողջամիտ ժամկետներ քննության։ Այդ ողջամիտ ժամկետները այդքան էլ ողջամիտ չեն ստացվում։ Չեմ ասում դիտավորություն կա, ուղղակի փաստացի այդպես է ստացվում։ Խոսենք նաև մեր քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի մասին եւ նաև դիտարկենք ձեր հաղորդաշարը, որովհետեւ երբ որ հաղորդման մեկնարկից առաջ խոսում էինք, դուք նշեցիք, որ հաղորդման նպատակներից մեկը նաև քաղաքացու իրավագիտակցության մակարդակի բարձրացումն է։ Այս մասին ինչ կասեք։ Այս 2-3 ամիս եթերների ընթացքում մենք թիրախային ընտրում ենք այնպիսի թեմաներ իրավական, այնպիսի խնդիրներ կամ իրավիճակներ, որը ավելի նպաստավոր կլինի հնարավորինս արագ, այսպես իրավագիտակցությունը բարձրացնելու մեր թիրախային, այսպես հետևորդների, որոնք իրավաբան կարող են լինել, կարող են չլինել, բայց մենք հաղորդումների ընթացքում աշխատում ենք ավելի բաց ժողովրդական լեզվով հասցնել բնակիչներին մեր խնդիրը դրա լուծումը, իրավունքն ու պարտականությունը եւ շարունակելու ենք։ Դա կարծում եմ շատ ավելի օգտակար կլինի արդյունքները, այսպես պտուղները, որ քաղենք որոշակի ամիսներ հետո, բայց այս եթերներից հետո բարձրացրած հարցերը, որով քաղաքացիները մեզ արդեն դիմում են համացանցի համապատասխան հավելվածներով կամ եւ այլն, ես հասկանում եմ, որ այն նպատակը, ինչի համար այս ամենը մենք նախաձեռնել ենք եւ շարունակում ենք, արդեն իսկ իր պտուղները տալիս է
թեև նաև ընդգծեմ փաստաբաններիս համար ժամանակը 24 ժամ չի 30 ժամ է մեզ մոտ ժամանակը չի երիկում ու ամեն հաղորդմանը գաղտնիքը այսպես բաց եմ ամեն հաղորդմանը պատրաստվելու համար գործող փաստաբանի համար բավական այսպես դժվար զիջումների ես գնում ինքդ քո համար որ կարողանաս այդ հաղորդմանը նախապատրաստվես բայց այն բարձր նպատակը որը մենք հետապնդում ենք իրավագիտակցությունը մեր քաղաքացիների բարձրացնելու կարծում եմ արժե Շատ շնորհակալ եմ պարոն Գլիկյան Ձեզ շնորհակալություն Հիշեցնեմ ես զրուցում էի փաստաբան Հայց փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Տիգրան Գրիգորյանի հետ